Բարի լույս, սիրելիներ, Պողոս Արաքյալը հռոմեացիներին ուղված իր նամակի հենց առաջին գլխում հետևյալն է գրում. Պողոսը Հիսուս Քրիստոսի ծառան, կոչված Արաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստուծո ավետարանը, որ Աստված նախապես խոստացել էր իր մարգարեների միջոցով սուրբ գրվածքների մեջ իր որդու մասին, որ թեև մարմնով սերում էր Դավթի սերնդից, սակայն Սուրբ Հոգու զորությամբ մեռելներից հարություն առնելով հայտնի դարձավ իբրև Աստծո որդի։ Նրա միջոցով ստացանք առաքյալ լինելու շնորհը, իր անվան համար հավատի հնազանդություն բերելու բոլոր ազգերին, որոնց թվում եք նաև դուք, Հիսուս Քրիստոսի կանչվածները։ Ամենքիդ, որ հռոմում եք, Աստծո սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնորհ ձեզ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Ինչքան գեղեցիկ է Պողոս Արաքյալը շարադրում, սիրելիներ, իր կարգավիճակը, ասելով, որ մենք Սուրբ Հոգու ներկայությամբ եւ նրա միջոցով ստացանք առաքյալ լինելու շնորհը, որբիսի ավետարանենք եւ կարողանանք խոսել Տիրոջ մասին։ Սուրբ Հոգու շնորհը նախ կոչված է, որբիսի Տիրոջ կամքը կատարվի երկրի վրա։ Այդ մարդու միջոցով ում տրված է այդ շնորհը։ Պողոս Արաքյալն ասում է. ես Հիսուս Քրիստոսով կոչված եմ առաքյալ լինելու, եւ այդ իսկ իմաստով է, որ հնազանդվում եմ ազգերին, այդ թվում նաեւ ձեզ։ Սիրելիներս, այսօր ես ինձ համար պետք է խոսեմ, վկայեմ ասելով, որ Տիրոջ անաժան ծառաս կոչված եմ Սուրբ Հոգու շնորհով առաքյալ լինելու Տիրոջ տան մեջ, որբիսի խոսեմ Տիրոջ խոսքի մասին, որբիսի ավետարանեմ Տիրոջ խոսքը իմ տգարության մեջ, իմ անարժանության մեջ Տերն ինձ արժանի է դարձրել այդ անելու։ Եվ յուրաքանչյուր մեկը, որ մկրտված եք Սուրբ Երրորդությամբ, ծնված եք հայ առաքելական եկեղեցու ավազանից, կոչված եք այդ անելու, Տիրոջ Սուրբ Հոգու կամքը կատարելու Տիրոջ տան մեջ, ի շինություն եւ ի պայծառություն Տիրոջ տան։ Ոչ թե սեփական անձերը բավարարելու ընթացքի համար, այլ որբիսի Տիրոջ տունը շենանա եւ պայծառանա եւ անսասան մնա։ Հետևաբար այսօրվա հոգևոր նախաճաշը նաև գալիս է յուրաքանչյուր մեկից հիշեցնելու մեր տեղը, կարգավիճակը եւ վիճակը Տիրոջ տան մեջ եւ Տիրոջ Սուրբ Հոգու առջեւ։ Միշտ արթուն պահելու այն շնորհի գեղեցիկ հրաշազարդ ներկայությունը, որը մեզ դարձնում է Տիրոջ առաքյալներ, որը մեզ կոչում է Տիրոջ կամքը ի կատարածելու։ Ինչքան որ մենք կարող ենք, չմոռանանք, սիրելիներ, Տերը մեզ սիրում է, նա մեզ ընտրել է իր զավակներ, իր որդիներ լինելու։ Ուրեմն պիտի մնանք այդ որդիական կարգավիճակի մեջ։ Նախ եւ առաջ Տիրոջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերված արյան գնի համար, որբիսի կարողանանք իրապես միշտ փառք Տիրոջը, այն փրկության համար, որ Քրիստոս է պարգևել մեզ, եւ այն շնորհի համար, որով մենք էլ Տիրոջ ողորմությամբ հնարավոր է հասնենք այդ փրկության։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի ամենքիս։